Ժողովից հետո, ժողովից հետո։ Աբրահամ Սրբազանը եպիսկոպոսական ժողովի է շտապում։ Մոտեցավ Յագուար Մակնիշի մեքենային սքեմը վերցնելու։ Վայոց ձորի թեմի առաջնորդը բոլոր հարցերին նույն պատասխանն ունի։ Բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Խնդիրը սակայն այն է, որ եպիսկոպոսատ ժողով հրավիրելու շարժառիթներից մեկն էլ հենց Աբրահամ Սրբազանն է, Վայոց ձորի թեմի առաջնորդը։ Խաչիկ գյուղում Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ պատարագող քահանան Տեր Հովհաննեսը վեհափառի անունը չհնչեցրեց եւ այդ ամենը տեղի ունեցավ հենց Աբրահամ Սրբազանի ներկայությամբ։ Նույնը կրկնվեց մեկ շաբաթ անց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի ներկայությամբ։ Ենթադրվում է, որ այս ժողովում հենց եկեղեցական կանոնների խախտման այս դեպքերն են քննվելու, բայց Աբրահամ Սրբազանն այդպես էլ չի ասի, ինքն է հանձնարարել չտալ վեհափառի անունը, թե անակնկալի եկավ քահանայի արածից։ Թե ինչ ընթացք է եւ ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ ժողովի անդրադարձը։ Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ եւս առավել խոսքերից հետո պիտի հնչեր կաթողիկոսի անունը։ Այստեղ սակայն կարճ լռություն է, կողքից մի սաստող ձայն։ Արդյոք հենց Աբրահամ Սրբազանն էր, ես չէի ասած։ Այն եզակի պատարակներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարակին աղոթում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Թեմի առաջնորդն այդպես էլ հստակ չձևակերպեց վեհափառի անունը պատարագի պարտադիր տեքստից հանելը բոլոր այն դեպքերում, երբ Փաշինյանը ներկա է պատարագին։ Խնդիր է, թե ոչ։ Մայրաթորը մի քանի հայտարարություններով դատապարտել է այդ երևույթը, շեշտել, որ հակականոնական է նման քայլի դիմողները դուրս են եկեղեցուց։ Ինչպես կվերաբերվի Վայոց ձորի թեմի առաջնորդը, եթե իրեն կարգալույծ անելու որոշում կայացվի։ Օրինակ, Տեր Արամի կարգալույծության հիմքերում նաև վեհափառի անունը շրջանցելն էր։ Որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Իսկ կարգալույծ հռչակված քահանան կարող է պատարագ անել։ Այս հարցին Մայրաթորը հստակ է արձագանքել, ոչ, սրբապղծություն է, իսկ Մայրաթորի միաբանը ընդհանուր մի բան կասի։ Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է Մայրաթորին։ Մայրաթորի բաժիններն են, Մայրաթորի ծառայողներն ենք մենք։ Աբրահամ եպիսկոպոսը հմուտ էր բոլոր հարցերը շրջանցելու գործում։ Նա եկեղեցու ներսում բոլորովին բաժանում չի տեսնում։ Թեպետ ինքը Գևորգ Սրբազանը եւ մի քանի քահանաներ վեհափառի անունը շրջանցելով արդեն իսկ ընդվզում են ցուցադրում։ Իշխող թիմից էլ պնդում են այդ հոգեվորականները աջակցում են վեհարանի ազատագրման Փաշինյանի օրակարգին։ Հոգեվորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա, մի քանի քահանա վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով։ Աբրահամ եպիսկոպոսը այս մասին ոչինչ չի ասի։ Բայց ես ենթադրում եմ, որ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ եւ կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում։ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը ունևոր հոգևորականի համբավ ունի։ Աղքատության ուխտը խախտել է։ Սրբազանը ժպիտով արձագանքեց։ Հիդրոէլեկտրակայան, այո, բայց այն իրենը չէ, ծրագրով է։ Բուհը իրենը չէ, հիմնադրամ է։ Շքեղ ջիպ, այո, ցանկացել է գնել, բայց կանգ է առել 5 տարվա հնության ջիպի վրա։ Մայրաթորի ներսում միաբանական շարքերը որքան ճաք են տալիս, այդքան քչախոս է դառնում հոգևոր վերնախավը։ Այսօր էջմիածնականները եպիսկոպոսական ժողովի վեհարան ելումուտ էին անում ոչ գլխավոր մուտքով, հարցերից խուսափելու համար։ Ենթադրվում է, որ ժողովականների քննարկման թեմա է նաև Մայրաթորի դիվանապետի Արշակ Սրբազանի հարցը։ Նրա անվան հետ կապվող ինտիմ տեսանյութի հարցն ուսումնասիրող հանձնախումբ էր ձևավորվել։ Մամուլում մի աշխատանքային գրություն էր տարածվել, որում հանձնաժողովականների մեծամասնությունը կաթողիկոսին առաջարկում էր կասեցնել Արշակ Սրբազանի եկեղեցական ծառայությունը ու նրան Մայրաթորից դուրս այլ վայրում ապրելու տեղ տալ, մինչև քրեական գործը հանգուցալուծվի։ Ինչ որոշումներ կլինեն եպիսկոպոսատ ժողովում, առայժմ որևէ տեղեկատվություն չկա։ Ժողովի ավարտին հոգևորականները նույնպես սակավախոս էին։ Ինչ կրքեր են եռում վեհարանի փակ դարպասների ներսում պարզաբանումներ չկան, սակայն Փաշինյանի մասնակցությամբ պատարագները ըստ նախասիրությունների կրճատվող աղոթքները միաբանների շարքերում անհամաձայնությունների ու պառակտումների մասին են խոսում։